Սարգսյան ներքին գործերի նախարարի տեղակալ պարոն Արմեն Մկրտչյանը հարակից զեկուցմամբ հանդես կգա ազգային ժողովի պատգամավոր պարոն Տրդատ Սարգսյանը։ Հիմնական զեկուցումը ներկայացնելու համար պարոն Մկրտչյան խոսքը փոխանցում եմ ձեզ, խնդրեմ։ Շնորհակալություն, հանձնաժողովի հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի եւ սարքավորումների գողությունը, իհարկե խոսքը վերաբերում է տրանսպորտային միջոցը դրսի կողմից կատարված դեպքերին, քանի որ այլ դեպքերը արդեն իսկ նախատեսված է երրորդ մասով, երբ որ կողպեկի կամ ահազանգման համակարգերի վնասմամբ կատարվում են այդպիսի գողությունները, դիտարկել որպես գողության հանցակազմի երկրորդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք, ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն։ Եվ օրենքի նախագիծն ընդունվելուց հետո հանցանք կատարած անձը կպատժվի տուգանքով 20 ցիսնապատիկի չափով կամ հանրային աշխատանքով 150-ից 270 ժամ տևողությամբ կամ ազատության սահմանափակմամբ 1-ից 3 տարի ժամկետով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ 1-ից 2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ 2-ից 5 տարի ժամկետով։ Միաժամանակ օրենքի նախագծի ընդունումից հետո դատական պրակտիկայում առավել մեծ հնարավորություններ կստեղծվեն նշված հանցատեսակի քննության ընթացքում նոր հանցագործություններ կատարելը կանխելու նպատակով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար։ Ընդհանուր պարոն Վարդանյան, այս նաև վիճակագրություն ենք վերհանել այս իմաստով, ես կուզենայի դրանք վկայակոչել։ Վերջին 5 տարիների մասնավորապես նշեմ, որ գողությունները ընդհանուր հանցագործությունների հանցակազմում կազմել են 36, 37 եւ սենց դեպի 24 թիվ գալով դրանք նվազել են մինչեւ 15.9%։ Այդուհանդերձ տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների մասնաբաժինը ըստ էության չի փոփոխվել, այսինքն մենք գողության այլ դեպքերով արձանագրում ենք, որ ունենք նվազում բնակարանային կամ մյուս դեպքերով, իսկ կոնկրետ առաջին մասի կոնկրետ տրանսպորտային միջոցից կատարված գողությունների թիվը գրեթե մնում է անփոփոխ։ Այսպիսով տարածվածությունը ինքնին դիտարկվում է որպես ծանրացնող հանգամանք եւ մեր դիտարկման տրանսպորտային միջոցներից կատարված գողությունները այլևս չեն տեղավորվում տվյալ հանցակազմի ուրեմն առաջին մասում։ Նշեմ, որ մենք նաև հանել ենք դատական պրակտիկան այս ընթացքում եւ բոլոր այն դեպքերում, երբ մենք ունենում ենք նշված արարքները, ըստ էության, եթե դրանք համակցված չեն այլ հանցագործությունների հետ կամ ծանր մաս չունեն իրենց մեջ, պարունակող, դրանց մասով մենք չենք ունենում խափանման միջոցներ եւ դրվագները շատանում են, այսինքն նույն մարդը, որը որ կատարել է այդպիսի հանցագործություն, մեր կողմից հայտնի ալնում այդ մարդը, մենք հայտնաբերում ենք այդ մարդուն, ձերբակալում ենք այդ մարդուն, հետո այդ մարդը դուրս է գալի եւ շարունակում է բազմադրվակ այդպիսի հանցագործություններ անել, այդ ընդհանուր 30 եւ 30-ից ավել դրվագներ ենք ունենում, վերլուծությունները ինձ մոտ կան, կխնդրեմ կողմ քվեարկել եւ դրական եզրակացություն տալ, շնորհակալ եմ։ Շնորհակալություն պարոն Մկրտչյան, հարցեր հիմնական զեկուցողին խնդրեմ Տիկին Դավոյան, պատրաստվի Տիկին Ղազարյանը։ Շնորհակալություն պարոն Մկրտչյան, դեք հարցես ինչու՞մն է կայանում, դուք նշեցիք, որ գողությունների քանակը նվազել է, հասնելով 15.9%, ճիշտ եմ, չէ՞։ Գողությունների մասնաբաժինը ընդհանուր հանցագործությունների կազմում։ Հա, այսինքն կոնկրետ գողության մասին է իմ խոսքը, սակայն ես ուզում եմ դուք նաև եթե ունեք ձեզ մոտ բացահայտելիությունը հենց գողությունների ընդհանուր հանցագործությունների մեջ բացահայտելիությունը որքան է, որովհետև մեր շրջապատում մարդկանց դիտարկելով, այսինքն բողոքները եւ տարբեր տեսակի հարցերը մարդիկ ասում են, որ հիմնականում չեն դիմում ոստիկանություն նմանատիպ գողությունների համար, որովհետև բացահայտելիություն չկա, ոչ